Ձեր եւ էկոնոմիկայի նախարարության միջև ինչ որ խնդիր կա, որի պատասխանը նախարարը ձեզ չի տվել եւ փորձել եք Փաշինյանի արդիկ եկած օրը ստանալ անձամբ նախարարից այդ ձեր պատասխանը, բայց էլի անպատասխան է մնացել ձեր հարցը, ձեզ պիտի խնդրեմ ներկայացնեք ինչի մասին է խոսքը, երբ եք հանդիպել նախարարին, ինչպես է ձեզ ընդունել։ Այս խնդիրները արդեն վաղուց է, մոտ 7 ամիս է, 7 ամսվա խնդիր է, խնդիրը ստեղծվել է նրանից, որ գյուղում տարածվավ դաբախ տեսակի հիվանդությունը, սպարսաձայնեցի ֆոտո լրագրող Գագիկ Շամչյանի միջոցով, դրանից հետո սկսեցի հետաքրքրություններս իրանց անգործության մասին է, որ չեն աշխատում, թողում են համաճարակը տարածվի գյուղով գյուղ, քաղաքով քաղաք, մարզով մարզ ու այդպես շարունակ։ Հանդիպում եմ ունեցել առաջի անգամ էկոնոմիկայի նախարարի հետ դեկտեմբերի 7-ին եկեղեցու բակում, իրան էլ եմ փոխանցել նամակ ու տվյալ պահին խնդրի մասին տեղեկացրել եմ, ասել է հետաքրքրվեմ ձեզ հետ կապ հաստատենք։ Անցել է մի որոշ ժամանակ, մարդիկ են եկել գյուղ, հրավիրել են ինձ, նստել ենք, զրուցել ենք, փորձել ենք քննարկել, ապարդյուն։ Քննարկման ընթացքում ոչ մեկը չէր քննարկում իմ վնասների մասին, ասում են վիրուս է տարածվել է, որը քամու միջոցով, որը մարդկանց միջոցով։ Այդ օրերին ես հիշում եմ, գյուղացիները ասում էին այդ համաճարակը պատվաստումից հետո է ի հայտ եկել իրենց անասունների մոտ, դուք ինչ կասեք այս մասով, դուք էլ ունեք նման վարկած կասկածներ։ Չէ, այդ համաճարակը ոչ թե պատվաստումից հետո է եղել, այլ տարածվել է ուրիշ երկրներից։ Չեմ կարող նշել, որ երկրի մասին է խոսքը, բայց տարածվել է ուրիշ երկրներից։ Ուղղակի պետք էր իրանք կարանտին հայտարարեին, որը ժամանակ գյուղ է տարածվել համաճարակը, թող փակեին, դեմը առնեին, փորձեին, ուղղակի չեն փորձել, չեն միջամտել, չեն հետաքրքրվել, չեն ուզեցել։ Դրա հետ մեկտեղ էլ այսօր մսի կինը տեսեք ինչ վիճակում է հասել, կատնամետերքի կինը, անասնագլխաքանակն է պակասել։ Դուք նաև ասում եք, որ ստորագրություն է կեղծված, ինչ որ նման խալտուրայի մասին եք խոսել պատվաստումների հետ կապված, այս մասով ինչ կասեք։ Կոնկրետ իմ տնտեսությունում եւ իմ հորեղբոր տնտեսությունում կատարվել է այդ խարդախությունը։ Երևի ուրիշ մարզերը կեղնի, մյուս գյուղերը կեղնի, ուղղակի դա իմ խնդիրս չէ, որ հետաքրքրվի։ Ինչպես բացահայտեցիք դուք այդ խարդախությունը։ Ես անձամբ դիմել եմ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի աշխատակիցներին, թե պատճառը որն է իմ տնտեսությունում չկատարվող միջոցառումների մասին։ Նրանք հերքել են, կատարվել է միջոցառումը, կա փաստա, ստորագրություններ կան, փորձել եմ ստորագրությունները տեսնեմ, համոզվեմ, թե մենք ենք արել ստորագրությունը, թե մենք չենք արել, պարզել եմ, որ մեր ստորագրությունը չէ, ոչ իմ, ոչ իմ ընտանիքի անդամների, ոչ իմ հորեղբոր, ոչ իմ մնացած բարեկամների։ Իսկ որևէ տեղ բողոքարկել եք, որ կեղծվել են ձեր ստորագրությունները։ Դժգոհությունս հայտնել եմ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարին, որ այսպիսի բաներ կա, անասուններիցս 4 հատը բիրկավորված չեն, մնացած անասուններ եմ ունեցել առանց բիրկավորել ծախել եմ։ Պատասխան չեմ ստացել։ Իսկ այդ կեղծիքի հեղինակը ով է։
նախարարությունը, ՍԱՏՄ-ն։ Վերահսկողը իրանք են չեն վերահսկել, ով ինչ ուզեց արել է։ Կոնկրետ չեմ կարող ասել, չեն վերահսկի։ Վերահսկողություն չի եղել։ Եթե վերահսկեին, կեղծիքները չէր անում։ Դուք դաբաղի պատճառով ինչ վնասներ եք կրել եւ արդյոք ստացել եք փոխհատուցում գոնե մասնակիորեն։ Ոչ մի փոխհատուցում չեմ ստացել, դրա մասին խոսք էր չեն եղել, առաջիկայում է հստակ եմ չեն լինի, կովերս են խոտանման ենթարկել, կաթ չեն արտադրում։ Այդ դաբաղի պատճառով որփոքվել է կաթնագեղձերը, կաթ չեն արտադրում։ Ճիշտ է, կենտանիներից սատկած կենտանի խոշոր եղջերավորներից չեմ ունեցել, մեկ խոշկոր է սատկել, այս կովերս են խոտանման ենթարկա, որից մեկը խոտանել եմ, շատ չնչին գումարով, 200,000 դրամով, մնացածն է սպասում եմ առաջիկայում։ Դուք ձեր խոսքում նշում եք, որ այդ համաճարակը այլ երկրից է տեղափոխվել, ինչպես հասավ Ազատան գյուղ այլ երկրից, արդյոք ուրիշ տեղից բերել եք այդ կենդանիներին, նախարարությունը այդպիսի ծրագրեր ուներ, չէ, այլ երկրներից խոշոր եղջերավոր կենդանիներ էր բերում, արդյոք դա նկատի ունեք։ Չէ, դրա այդ վերահս կենդանիների հետ կապ չունի, այլ ճանապարհով, օդով, չգիտեմ օդի վարկածը ինչքանով է ճիշտ, բայց երևի որ թերի պատվաստման արդյունք է։ Պատվաստումները թերի են, եթե նորմալ պատվաստվեին ամբողջ կենդանիները, դեղորայքը ստանում են անմխիթար վիճակում, շպրտում են մի կողմ, ջերմաստիճանը չեն պահպանում, ինձ թվում է դա է խնդիրը։ Դուք այնուամենայնիվ նույնիսկ Փաշինյանի ներկայությամբ չստացաք ձեր հուզող հարցերի պատասխանները, ինչ եղավ այդ ընթացքում, արդյոք դրանից հետո ձեզ հետ նախարարությունից որևէ տեսակի կապ հաստատել եք։ Ոչ մեկ ինձ հետ կապ չի հաստատել, հուսով եմ չեն է հաստատել, իրանք չի հետաքրքրում, գնացել եմ ուղիղ իմ հարցս ուղղելու պարոն վարչապետին։ Պարոն վարչապետը հնչեցնում է բարդ ես բացատրում, եղբայր։ Ձեզ նկատի ունի բարդ ինձ նկատի ունի, դժվար ես բացատրում, բարդ ես բացատրում, եղբայր, դուք եղբոր Արունը խմել եք այս քանի ամիսների ընթացքում ձեր անգործության պատճառով։ Ինչ էիք բացատրում, որ բարդ էր Փաշինյանի համար հասկանալը։ Այնինչ ինձ եք հիմա բացատրում։ Փորձում էի բացատրել, բայց չէին թողում։ Չէի կարա վերջից բացատրեի մինչև սկիզբ։ Սկզբից պիտի բացատրեի մինչև վերջ։ Ընդամենը 1 րոպե փորձեցի բացատրեմ, բարդ ես բացատրել, եղբայր։ Իսկ նախարարի համար բարդ էր ձեր բացատրածը, հաշվի առնելով, որ ինքը էկոնոմիկայի նախարարն է, գյուղատնտեսության կաբինետ ունեն նախարարությունում։ Նախարարի համար բարդ չէ, նախարարը ուղղակի փորձեց ին վրա բարդել, չես թողել պատվաստումները կատարեն, ճիշտ է, չեմ թողել, բայց նոյեմբեր ամսին չեմ թողել, չթողալուց հաջորդ օրը բացատրություն եմ ներկայացրել Սննդամթերքի տեսչական մարմնին, թե ինչու չեմ թողում, թող հետաքրքրվեին, իմանային ինչու չեմ թողել։ Այդ ստորագրությունների հետ կապ ուներ, որ ձեր փոխարեն ստորագրել էին։ Հենց դրա մասին, դրա հետ կապ ուներ, չեմ վստահել, դրա համար չեմ թողել, դրանից հետո պատվաստումներ կատարել, որ վստահեի կթողայի։ Բացատրությունս տվել եմ
նոյեմբերի 13-ին բացատրություն եմ տվել, ինչի համար չեմ թողում։ Դրանից հետո փորձել եմ հանդիպում ունենամ ղեկավարի հետ, սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի, բայց չեն կապ հաստատել ինձ, հանդիպումը չի կայացել,